Բարի լույս սիրելի հետևորդներ, մի գեղեցիկ տեսարան եմ ուզում ցուցադրել, արևը ուզում է ամպերը ճեղքելով դուրս գալ, տեսնենք կստացվի թե ոչ, բայց իչքան սիրուն է, չէ, մի հատ նայեք, դուրս արի, թող եղանակը տաքանա. Սանց չի լինի, ոնց տեսնում են գարունը չի ուզում, գարուն է, բայց ձմռան տեսքով է, ձյուն է գցում, թեթև, ու նայեք սարերը նորից ձնել է, մռայլ, եղանակը լավ, բան չի խոստանում, ձյուն է գալու, ես արդեն գցում է. Ես ինչ էր այ մարդ, ցուրտ, հեչ կասեք մարդ ամիսն է, չնայած մարդ ամիսի բնութագիրը որն է գիժամիս, աղեսպես էլ գիժամիս, մարդու հանգիստ չի տալիս, մի օր ուրախ, մի օր տխուր, մի օր անձրև, մի օր արև, մարդ ամիսն է, բայց սենց չգիտենք լավ մտնեմ ներս, կոֆես խմեմ, արևն էլ թող որոշի, դուրս է գալիս, թե ոչ. Ես էլ կոֆես պատրաստեմ, դե ինչ, ինձ մնում է մենակ կոֆե էփեմ ու խմեմ, չտխրեմ, որ եղանակը ձունա, անձրևա գլուխ չես հանում, բայց լավ չի, մի բաժակ կոֆե խմեմ, դե հիմա դուք ասեք սիրելի հետևորդներ, ոնց եք, լավ եք, ձեր տրամադրությունն էլ ընկավ, որ չի տաքանում եղանակը, հողագործները շտապում են, բայց դե չկա այնպիսի մի մարդ, որ ասի թող լավ ասենց եղանակ լինի միշտ, բոլորս էլ սիրում ենք տաք, լուսավոր, ջերմ, արևոտ եղանակ. Երեկվա թխած պերաշկիներն են, Լիլիթ արի մի երկու հատ տար դպրոց, մի հատ ուտեմ, մինչև կոֆես կլինի, ջան, հոպ, ախ այսպես էլ գիժամիս, մարդու հանգիստ չի տալիս, մի օր ուրախ օր կանի, մի օր անձրև ու քամի, խմեցի կոֆե, սիրելի հետևորդներ, դե, ովքեր խմեցին, դե խմեցիք, լավ արեցիք, ովքեր աշխատանքի են, անցնեն աշխատանքի, գործի գնան, իսկ ովքեր տանն են, տան գործերով, ընդհանրապես այդպես է, չէ, մեկ բաժակ կոֆեն, նշանաբան է, որ խմես առավոտ շուտ ու անցնես քո գործերին, առանց այս մեկ բաժակ կոֆեի օրներս չի անցնում, այդպես է, առավոտ շուտ պարտադիր է բոլորիս ընտանիքներում, կան մարդիկ ովքեր չեն խմում, ընդհանրապես, հիմա կարիքը ունեմ անավտ առավոտ շուտ ու երբ որ գործից մտնում եմ ներս, այնպես է լինում, որ վլոգներում զուգադիպում է երկու կոֆե խմելը իրար հետևից, դա պատկերացրեք քանի ժամ է անցնում, որ ես արդեն աշխատանքից վերադառնում եմ ու պարտադիր տանը իմ խոհանոցում իմ այդ բաժակով պետք է ես խմեմ, որ այդ կոֆեն անցնի այստեղիցս ներքև, ամեն մարդու համար էլ այդպես է, իր տանը խմած կոֆեն ուրիշ է, ճիշտ եմ չէ ասում, եթե ճիշտ եմ ասում, մեկնաբանությունները ողողեք ձեր գրվածքներով, գրեք մեկնաբանություններում,
Դե հաջողություն, պատրաստվեմ, ես էլ գնամ գործի, հետո գամ մի համեղ բան կպատրաստեմ։ Եղանակը այնպեսին է, որ դուրս գնալ չեմ կարող, տանը կմնամ, համեղ բաներ կպատրաստեմ։ Արդեն աշխատանքից վերադարձել եմ ու խոհանոցում մտածում եմ ինչ պատրաստեմ։ Ճիշտն ասած դեռ այդ ճաշատեսակի մասին չեմ մտածել, բայց երեկվա բազուկը քերիչով անց եմ կացրել ու հիմա աղցան սարքեմ։ Աղցանի համար էլ գնանք ընկույզը կոտրենք։ Ահա մաքուր։ Մեզ մոտ էլ եղանակը 100 ձև փոխվեց։ Հիմա ոնց որ ուզում է արև շողշողը, առավոտ շուտ են նկարածից հետո գնացի գործի, մի ինձ հավեսին ձյուն եկավ, մեծ փաթիլներով, հետո կտրվեց, հետո արև դուրս եկավ, մի խոսքով խառը եղանակ, են որ գլուխ չես հանում, գարունա թե ձմեռ։ Ահա, աղցանի համար այսքանը բավական է։ Մանրացնեմ, սենց ուզում եմ վերցնեմ լցնեմ, հանկործ մարդես տակը փշուր մնացած չլի, են կեղևներից տես կար մի հատ, վերջա հիմա վերջ։ Փոքր սխտոր, մի փոքր աղ, աղցանը խառնեմ, դա ինչ բազուկով աղցան առանց թթվասերի, թթվասեր, առայժմ 3 գթալ լցրեցի, տեսնենք։ Անցած աղցանին թթու վարունգել էի լցրել և գազար, այս անգամ ընկույզ միայն թթվասեր, աղ սխտոր, բուսայուղ էլ չեմ լցնում, ահա, ասել աղցանս, ասիր չես ուտի, նո, այն լավ չի, թո չուտեն, բայց ասա համեղ եղավ, մատուցել, կարող եք վրան փոփոք լցնել,
Էլի հետևորդներ, Ամալիայից բնակարանից, այսօր Ամալիաս հաց է թխում, չնայած ամեն օր է հաց թխում, ես էլ եկել եմ նկարելու, գրել եք մի հատ Ամալիայի Բաղադրատոմսը, Ասանազո հացի, մի անգամ էլ եք տեսել, հավանել եք, հիմա այսօր հենց հաց էր թխում, ասում կլցնես ամանները կկանչես, այստեղ էլի հացի գնդերը լցրել է ժառովնին, նենց հավեսին հացեր է թխում, Աման, ասիմ Աշոտ, ես գնացի, ասում ուր ես էթում, ասիմ Ամալը հաց է թխում, գնում եմ նկարեմ, ասում մի կտոր կբերես, ուրեմն իմ երեխեքն էլ ենքան Աշոտը, Լիլիթը ենքան են հավանում Ամալիայի թխած հացերը, իրոք շատ համեղ հաց է թխում, այս խմորը լցրել է տապակը, պետք է հասունանա նորից, իհարկե սա հասունացած խմոր է, բայց դե նորից այսպես տապակների մեջ էլ պետք է հասունանա, չէ Ամալ, քանի րոպե ես թողելու, Բաղադրատոմսը դու պետք է ասես Ամալիա, ինչ ես արել, ինչ ես լցրել, Արուր, դրոշ, վերջ, կարևորը որ Ամալյան մեծ սիրով է կատարում իր գործերը, մեծ սիրով ոգևորությամբ եռանդով, ահա, հիմա սիրուն տեսք է տալի, Փուրն աշխատել է, վարպետ է, ինչքան ես օրեկան հաց թխել, շատ, չէ, բա, տեսեք ինձ սիրուն հավասար, սիրուն բացեց, ուր, Փուր, դու որոշել ես գնաս Փուրն աշխատես, հա, հեչ, Աշխատող մարդը մնում է աշխատող, Ամալ ջան, չէ, իրա գործը ճարում է, աշխատում է, վսյո, ուրախությունով, այս քանի րոպե պտի մնա սենց, հը, հա, միացնի ու թխի, տեսած, դուխովկայով է թխում, մինչև հացը կդնի ջեռոցը, մի հատ հիանանք Ամալիայի մանուշակներով, Օրոջ ես էլ ունեմ, չորացավ ու չորացավ, բորդոն, սենց, դեիս իրանք հրաշք են, հրաշք, Էսի սպիտակա փնջով, սրանից ունեցել եմ, էսի բայջկան սիրունա, Իմը ոնց չորացավ Ամալ, ոբշե, հլու ես եմ, չէ Մարինեին տալի ճուտիկ մուտիկները, 30 տուն էի չորացավ, նստենք թախտի, սպասենք Ամալիայի հացին, այսը կայն դնենք, նստենք սպասենք, օպլա, Կծուեր ասիր, թե քաղցը, հա, այդ բիբարները շատ, բայց այն մյուսներից է ոնց որ թանկ են, թեժան են, բուլղարականներից թանկ են, թեժան, ես էլ եմ առել դրանցից, արդեն տաքացավ ջեռոցը և հացը գնաց թխվելու, սպասենք արդյունքներին, 45 րոպե, այդքան է տևում թխվելը, հա, 45 րոպե, 2 րոպե, 2 րոպե, հլը չի էլ է, շուր ես տալ, մոտերը չվորես, հաշված րոպեներ է մնացել, որ հացը լինի, ես էլ արդեն փուչիկել է,
ավելի լավ է հասունացել, չէ՞։ Էդ ինչ ես անում։ Որ գծերը մնա։ Թե խոսացել ես, հա? Հաջողություն, ես էլ կգամ։ Ես էլ կգամ, ամալ։ Ես չեմ թողում։ Ես չեմ թողում, դու պիտի մնաս իմ հետ էթանք բաղչադաշտ, ինչ փուր, ինչ բան, բաղչա, մաղչա, ինչ փուր, փռի աշխատանքը, գիշերն է, չէ, այսի, ժամը քանիսին են էթում մատնակաշին, մեկին, չէ, ուշ, 3-ին, ես գիտեմ, որ գիշերն են թխում, ցերեկ արդեն 11-ին, հա, մեկին տունն են ելնում։ Ունեք ես էլ վաղթա երկվա ժամի 7-ին եթում էի, առավոտ 7-ին կասեր, 6-ին կասեր, 7-ին է շոխաց է եծկել։ Որ փուրը, այս, հա, ես տեղ մաշա։ հա, երկու րոպե և պատրաստ է։ Ահ, մի տեսեք է ինչ լավ հաց եղավ։ Ընտիր։ Ապրես, 10 ես ստանում։ Ռեցեպը կասես։ Հացի ռեցեպը որն է, ջուր, ալյուր, լից ու թխի։ Ահա, հացն էլ դե սենց երկաթի վրա դրեց, ես էլ եմ դնում երկաթի վրա, որ սառի, տակից ներքևից, տենց ուտխող, ոյ, տիշլովնո, ընտիրա, շխշխկան, փոքրիկ չի, եսա բան կլինի, կմեծանա, Ամալիայի թխած հացը բերենք դնենք այստեղ, մի պահ կբացրուն դե, թո տենան ես իր սիրուն հաց ես թխե, սիրուն լավ, ինչ ես պատիվ տալի, մանդարին չեմ ուզում, մեր բաղչայի ծիրանից ելներ, դեղցից ելներ, գյոյամից ելներ ուտենք։ Մենակ կուչ մեջ, անչ։ Ես եմ պուճուրներն եմ սիրում։ Տեղական։ Հա, հիմա չկա։ Իմ այդ գազը արագ է հանում, շատ արագ է ալնում։ Արագ եփում, հա։ Նենց, երևի որ սուտ չասեմ, երևի 10 րոպեում կթխի կանի 10, ինչի սենց էլ ելնում է։ Ես էլ եղա մնաց վերջինը։ Տոքո։ Դիր երկաթ թունես, երկաթի վրա էլի։ Հոպլա։ Եվ ես էլ վերջի հացը, ոյ, բարև, ահա, Ամալյան հացերը թխեց, վերջացրեց, ես մեկն էլ արդեն կեսը կերան, չի մնաց այնքան համովա, թխե, որ կեսը կերան, թազա հաց, տաք հաց, շատ համով ես թխե Ամալ, հա, մոռացա ասեմ, Ամալյա, քեզ բարևում էին, Նարինեն էր բարևում, հետևորդուից, Ամերիկայից, ասում է, զանգեց, ասեց, ինչ ես ամ, ասի պատրաստում եմ գնամ Ամալյանց տուն, հաց ա թխում,
ասեց որ գնաս, Ամալիային կբարևես, կասես Նարինեն բարևում ա, շատ լավ կին ա ինքը տենց, ոնց ասեց, սրտաբաց, պարզ, հավեսին կին ա, ենքան ա հավանե քեզ, ամառն է գալու ա, անպայման կտենա քեզ, կհանդիպի, այո, ասեց հատուկ իմ կողմից, իմ անունից Ամալիային ջերմ բարևներ, լսար Նարինե ջան, բարևդ բերեցի, հասցրեցի, Ամալիան էլ ա բարևում, տենց, այս հացը հանես, տակ, համար, յուղը դնես վրեն, մճուր, ճմուր անես, հա, դուք վայքում մճուր են, չէ ասում, մենք է ճմուր ենք ասում արտաշատ, թոներով իշքան հաց կտխենք, այդ բոքոն ենք խփում, այդ թոնդրակողը վերջում, հանում ենք մճուր, ճմուր ենք հանում, թապթա, Այս մի հացն էլ Ամալիան տալիս ա Թումա Աշոտին, հա, ասեմ Աշոտ ջան, Ամալիան քեզ հատուկ հաց ա տխե ուղարկե, դե հացդ կեր, գնացինք, բարի գիշեր Ամալիա,